Ժամանակակից կոմպոզիտորների, երաժիշտ կատարողների, երգիչների եւ հայ երգարվեստի նվիրյալների հետ հանդիպելու, նրանց ստեղծագործական վաստակը ներկայացնելու հնարավորություններից մեկն է այս նախագիծը, որը նախաձեռնել է Երևանի Պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը։ Հանդիպումները նաեւ սերունդների երկխոսության կարևոր հարթակ են ծանոթանալու արվեստում եւ հայ մշակույթի հանրահռչակման գործում արժանի ավանդ ու դեր ունեցած անհատների հետ։ Հանդիպումը, որը կարող է ոչ միայն հետաքրքիր լինել, այլև շատ ուսանելի, ճանաչողական եւ իհարկե թողնի իր կարևոր հետքը յուրաքանչյուր ունկնդրի խորքին։ Արվեստների ակադեմիայի դահլիճում հանդիպումը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ դոցենտ Ջեմա Քաղցրիկյանի հետ է։ Բուհը հարազատ է իրեն, այստեղ ժողովրդական երգեցողություն է դասավանդում։ Այսօր հայ երգարվեստում իրենց տեղն ու դիրքն ունեն նաև նրա ուսանողները։ Ով մտնում է ձեր դասարան, ինքը անպայման դառնում է երգիչ։ Սա պարտադիր չէ, որ ինքը համբավավոր շատ մեծ, բայց երբ ելույթ է ունենում եւ ուսանողական տարիներին եւ հետո մենք զգում ենք, որ նա խորապես զգում է ավանդական երգը, լինի աշխուղական, ժողովրդական, իհարկե նաև կոմպոզիտորական։ Ուրեմն ուսանողը երբ դասարան է մտնում, ես առաջին ասում եմ, առաջի հեշտին հարկելի ուսանող, դու պետք է ուտած առավոտ ժամ, ոչ միտեղ չկա կոնսերվատորիայում ասենք ժամ, ոչ մասնագիտական առարկան, լինի ժամը 9-ից գալիս են, որը մյուսները ասում են, չէ, մինչև ժամը 11-ը չլինի, երկողը չի կարողանում երգել։ Իմ երկողս երգում է։ Ես չգիտեմ, ես պարտադրում եմ իրան, ինքը պետք է երգի։ Արվեստում հաջողելու եւ ստեղծագործական բարդ ու դժվարին ճանապարհը աշխատանքն է հարթում, նշում է Ջեմա Քաղցրիկյանը։ Մասնակցությունում նախընտրելին իր համար իսկ սկզբանե եղել է խմբավարությունը։ Վոկալին զուգահեռ խմբավարության բաժնում է սովորել եւ զուգահեռ աշխատել Լենինականի երաժշտական դպրոցներում։ Երգերաժշտություն է դասավանդել, վոկալում եւս փայլել է, բայց կարճ ժամանակում հասկացել, որ իր գործը ոչ թե երգելն է, այլ սովորեցնելը, եւ խմբավարությունը դարձավ նրա կարևորագույն առաքելությունը արվեստում։ Ես շատ եմ սիրել երգելը, բայց ստացվեց, որ ես ընդունվեցի դասական վոկալ բաժինը, բայց հետագայում զգալով, որ երևի ես դասական վոկալ չեմ պետք անել, իմը չի, հավանաբար բաժինս փոխեցի ես, դրա համար հետո խորը ծիրժոր տարա ես։ Շերան իմ տատիկիս քերին է, էդ էլ ասեմ, հա, ով երևի էդ է խոսեցել իմ մեջից, ոզից մեր ազգային ավելի շատ եմ կենահատը կանստե մնացած բոլորի արվեստի բոլոր ճյուղերը։ Արդեն 25 տարի է, երբ նույն երաժշտությունը նրա ձեռքերում է։ Ջեմա Քաղցրիկյանի դիրիժորությամբ են անցնում Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համերգները։ 2001 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է նաև։ Ժողգործիքների ամեն մի հաջողություն հանդիսատեսի ջերմ ընդունելություն իր նվիրված աշխատանքի արդյունքն է համարում նաև։ Նվագախումբը, ինչպես տեսնում եք հիմա, այնպիսի մի անկարահատելի լավ վիճակում է գտնվում, որ հանրապետության բոլոր միջոցառումներում մենք կարող ենք պարզապես մի ելույթ ունենալ։ Հանդիպումը համերգային էր, Արվեստների ակադեմիայի դահլիճում հնչեցին բացառապես հայ երգարվեստի ստեղծագործությունները ժողգործիքների պետական նվագախմբի կատարմամբ, իսկ դիրիժորի պատասխանատու տեղում Ջեմա Քաղցրիկյանի որդին էր Կարեն Մայիլյանը, ով շարունակողն ու կրողն է ազգային երգեցողության ու մշակույթի։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։